Ողջունում եմ ձեզ, հարգելի Տիկին Ավանեսյան, ձեզ եւս ողջունում եմ։ Այսօր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանին հրավիրել է աշխատանքային քննարկման, որովհետեւ մենք քննարկենք մեր կողմից ներդրված առողջության համապարփակ ապահովագրության գործարկման ընթացքը, որը հունվարի 1-ից արդեն գործում է եւ չափազանց կարեւոր ռեֆորմ է, որը մեր կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը իրականացրել են եւ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ մենք կուզենանք Տիկին Ավանեսյանից լսել տեղեկություններ այս համակարգի գործարկման վերաբերյալ, թե ինչ արդյունքներ ունենք, թե ինչ անելիքներ ունենք, ինչեր կան, որ պիտի շտկենք եւ նաեւ մեր քաղաքացիների հարցեր ու հարցադրումները, որոնք որ չափազանց կարեւոր են։ Մինչեւ Տիկին Ավանեսյանին ձայն կտամ, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, վստահ եմ բոլորը տեսել եք վարչապետի կողմից բերված թվերը այսօր, որ ըստ էության այս պահի դրությամբ 65+ տարիքի 50,073 թոշակառու ուրեմն ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով եւ ես ուղղակի մի քանի ամբողջը չեմ ասի, բայց ուղղակի մի քանի թիվ 57 թոշակառու ստացել է 4 միլիոն դրամի կարգի աջակցություն, 158 թոշակառու 65+ ստացել է 2-ից 4 միլիոն ուրեմն ապահովագրություն, 802 թոշակառու ստացել է 1-ից 2 միլիոն ապահովագրություն եւ շարունակությունը էլի կա, բնականաբար Տիկին Ավանեսյանն ավելի մանրամասն կասի, բայց ես հատկապես այս կտորը եմ ասում։ Շատ ժամանակ, երբ որ մենք այս կամ այն ռեֆորմն ենք անում, մեր ընդդիմադիրներն ասում են, իսկ դուք օրինակ հարցրել եք այն տատիկին, որը որ այ հիմա ինքը կանգնելու է այս խնդրի առաջ, Հայաստանի Հանրապետությունում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ երբևէ չի եղել, որ պետական բյուջեի կողմից, ասենք օրինակ 4 միլիոն գումար ստանա իր առողջապահության համար։ Իսկ հիմա ասենք 57 այս պահի դրությամբ 57 հոգի 4 միլիոն, 158 հոգի 2-ից 4 միլիոն, 802 հոգի 1-ից 2 միլիոն, սա ուղղակի աննախադեպ է։ Երբ որ մեզ քննադատում են, որ թոշակներ չբարձրացնելու կամ այս կամ այն խնդրի մասին, այս թվերը ուղղակի շռնդալից կերպով ցույց են տալիս մեր կառավարության կողմից իրականացված քաղաքականությունը եւ ցույց են տալիս, որ մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները միայնակ չեն իրենց առողջության խնդիրների հետ։ Նրանք այլևս միայնակ չեն իրենց առողջության խնդիրները կարգավորելու համար։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։